Թող Եբրայեցիներին 13. Ինչպես հաճելի լինել Աստծուն։ Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ։ Մի մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։ Հիշեցեք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ։ Հիշեցեք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է, և ամուսնական անկողինը սուրբ, և Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։ Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարար համարեցեք, քանզի ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ», այնպես որ համարձակ լինենք և ասենք. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ինչ կարող է անել»։ Հավատարմության մասին։ Հիշեցեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին, հետևող եղեք նրանց հավատին։ Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Տեսակ և օտարոտի ուսմունքների մեջ մի տարուբերվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը, և ոչ թե կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։ Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրավունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում, քանի որ այն անասունները, որոնց այրունը քահանայապետի ձեռքով սրբարանն էր բերվում մեղքերի քավության համար, այդ անասունների մարմինները այրվում էին բանակատեղիից դուրս։ Դրա համար էլ Հիսուս, որպեսզի իր արյամբ մաքրի ժողովրդին, չարչարվեց դռնից դուրս։ Արդ, եկեք բանակատեղիից դուրս ելնենք նրան ընդառաջ, հանձն առնելով կրել նրա կրած նախատինքները, քանզի չունենք մի մնայուն քաղաք այստեղ, երկրի վրա, այլ փնտրում ենք գալիք քաղաքը։ Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ մատուցենք օրհնության պատարագ, այսինքն նրա անունը, դավանող մեր շրթների պտուղը։ Մի մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներից միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։ Լսեցեք ձեր առաջնորդներին և հնազանդվեցեք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և նրանք ուրախությամբ թող անեն այն բանը և ոչ հոգոց անելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։ Աղոթեցեք մեզ համար, որովհետև հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք, ուզում ենք ամեն ինչում բարի ընթացք ցույց տալ, և առավել ևս եմ աղաչում, որ այդ բանն անենք, որպեսզի ավելի շուտ դառնամ ձեզ մոտ։ Մաղթանքներ և վերջին ողջույններ։ Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելների միջից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ հովիվն է, ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք հավիտյանս։ Ամեն։ Եղբայրներ, աղաչում եմ ձեզ անսալ հորդորի այս խոսքերին, մանավանդ որ համառոտակի գրեցի ձեզ, և իմացեք, որ մեր եղբայրը Տիմոթեոսը բանտից ազատվել է, եթե շուտով գա, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ։ Ողջունեցեք ձեզ բոլոր առաջնորդներին և բոլոր սրբերին, ձեզ ողջունում են նրանք, որ Իտալիայի կողմերից են։ Շնորհ ձեզ բոլորիդ։